Խան Յունիսը Գազայի հարավի սիրտը դարձել է 2 տարվա պատերազմի մռայլ խորհրդանիշը։ Երբեմնի ծաղկուն քաղաքից միայն ավերակներ են մնացել։ 2 տարի արյունալի պատերազմի թատերաբեմ էր Խան Յունիսը։ Այս տղամարդու թիկունքում իր տան փլատակներն են։ Իսրայելական ռումբերը հողին են հավասարեցրել Մոհամեդի նույնիսկ հիշողությունները։ Ոչ մի բան չկա, նույնիսկ մեր լուսանկարներն ու հիշողություններն են անհետացել։ Այս ողբերգությունն ամեն ինչ խլել է մեզնից, ամենացավալին մեր հարազատներին։ Խան Յունիս վերադարձող տեղահանվածները պատրաստ են վրաններում ապրել, մի քիչ էլ սոված մնալ, միայն թե հարազատ քաղաքում լինեն։ Նրանց ականջներին Գազան ընդմիշտ լքելու խոսակցություններ են հասել։ Հիշում են Թրամփի առաջին հայտարարությունը, թե Գազան Ռիվիերայի է վերածելու ու չեն հավատում, որ այդ դրախտում տեղ կունենան դժոխքից փրկվածները։ Մենք չենք լքի մեր հողը, ոչ մի դեպքում, նույնիսկ եթե այստեղ մնալը սպառնալիք դառնա մեր կյանքի համար։ Միևնույնն է, առանց Պաղեստինի ուրիշ տեղ կյանք չկա։ Խան Յունիս վերադարձած տեղահանվածներից ավելի քան 10,000-ը անտուն է։ Եգիպտոսում տեղի ունեցած երրորդյա բանակցություններից հետո ամերիկյան 20 կետանոց ծրագիրը ուժի մեջ է մտել հոկտեմբերի 10-ին։ Իսրայելական զորքն արդեն նահանջում է ելման դիրքեր, սակայն Ցահալը անուղղակիորեն նորից սպառնացել է Գազայի ժողովրդին։ Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի բնակիչներին զգուշացրել է խուսափել Իսրայելի կողմից վերահսկվող տարածքներից։ Մեր վերահսկողության տակ գտնվող գիծը պաշտպանության առաջին գիծն է։ Խուսափեք այդ տարածքներից։ Իսրայելի պաշտպանության բանակը կպաշտպանի մեր քաղաքացիներին եւ մեր պետությունը ցանկացած սպառնալիքից։ Համաձայն պայմանավորվածության հրադադարից 72 ժամ անց, այսինքն երկուշաբթի, Համասը պետք է վերադարձնի պատանդներին։ Ռեյմի ռազմական բազայում ամեն ինչ պատրաստ է նրանց ընդունելու համար։ Նախքան հարազատների հետ վերամիավորվելը նրանք կանցնեն ֆիզիկական եւ հոգեբանական բուժզնություն։ Անհետաձգելի օգնության կարիք ունեցողներն անմիջապես կհոսպիտալացվեն։ Թել Ավիվը հույս ունի ողջ մնացած 20 պատանդները տուն կվերադառնան միասին։ Լացի պատի մոտ դրա համար աղոթել են նաև ԱՄՆ-հատուկ բանագնաց Ուիթքոֆը, Թրամփի դուստուրն ու Փեսան, Իվանկա Թրամփն ու Ջարեդ Քուշները։ Թրամփի ուրախությունը կարծես լիարժեք չէ։ Նոբելյան մրցանակ այդպես էլ չստացավ, իր խոսքով 8 ամսում 7 պատերազմ դադարեցնելու համար։ ԱՄՆ նախագահը պատրաստվում է ստեղծել համաշխարհային խաղաղության խորհուրդ, որը հավանաբար ինքն էլ կգլխավորի։ Կարծում եմ, մենք մեծ հաջողություն կունենանք Գազան ամբողջովին վերականգնելուց հետո։ Խաղաղության խորհուրդ ենք ստեղծում։ Չգիտեմ դա վերջնական անունն է լինելու, բայց խաղաղություն բառը հաստատ կլինի։ Ինձ խնդրել են գլխավորել այն։ Իսրայել-Համաս հրադադարի հայտարարությունից հետո առաջին 24 ժամում Գազայի հյուսիսային հատված են վերադարձել մոտ 250,000 պաղեստինցիներ։ Զովինար Բարխուդարյան, Նորայր Հակոբյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։